Ժորժան, կա արդյոք խաղաղություն եւ ուզում է իրական խաղաղություն Ադրբեջանը Հայաստանի հետ։ Շատ հետաքրքիր տեսանյութ հանդիպեցի համացանցում, դիտեք։ Արցախի հայաթափումը նոր ցեղասպանություն համարում եք։ Այո, դա լիարժեք ցեղասպանություն էր, որտեղ այլ կերպ չի կարելի տեսնել յուրաքանչյուր մարդին իր տնից, բնից հանել առանց որևէ պատճառի, մենակ նրանով, որ հայ է։ Կարող է արդյոք հայոց ցեղասպանությունը կրկնվել։ Իհարկե, դա լիարժեք այդ պայմաններն է ստեղծում։ Միայն ուրիշ կերպ մտածել չի կարելի, բայց որ մենք միասնական լինենք ամենահզոր պետությանը, թեկուզ Ադրբեջանին, Թուրքիան միասին, մենք կհաղթենք։ Ժորժան, իմ կարծիքով շատ ճիշտ է ասում մեր հայրենակիցը։ Շուտով ապրիլի 24-ն է հայոց ցեղասպանության տարելիցը հերթական, եւ մենք պետք է այս օրին հիշենք հայ ժողովրդի պատմությունը, հիշենք թե ինչպես են վարվել մեր նախնիների հանդեպ, մեր ժողովրդի հանդեպ եւ առհասարակ 44 օրյա պատերազմի եւ դրա արդյունքում ստեղծված իրավիճակի եւ հետո Արցախի հայաթափումը նույնպես յուրահատուկ ցեղասպանություն էր եւ դա երբեք պետք է չմոռանանք եւ ամենակարևորը, որ խոսում են խաղաղության մասին այս իշխանությունները, պետք է մի բան հասկանանք, որ խաղաղությունը չի լինում միակողմանի։ Հայ ժողովրդին ստիպեցին դուրս գալ Արցախից։ Հայերը միշտ են եղել Արցախում։ Հայ ժողովրդի բոլոր սրբավայրերը, բոլոր խաչքարները, գերեզմանավայրերը եւ այլն հիմա ոչնչացնում են Ադրբեջանում։ Դա է խաղաղությունը։ Այն, որ Ալիևը անվանում է Հայաստան, Արևմտյան Ադրբեջան եւ 300,000 ադրբեջանցի ասում է պետք է գան եւ բնակեցվեն Հայաստանում, այսինքն իր պատկերացմամբ Արևմտյան Ադրբեջանում դա է խաղաղությունը։ Ժորժան, խաղաղությունը պետք է լինի երկկողմանի։ Խաղաղությունը պետք է լինի ոչ թե երբ մի կողմը զիջում է, իսկ մյուս կողմը անընդհատ պայմաններ առաջ քաշում, սահմանադրություն փոխել, SN եւ այլն, այլ պետք է լինի երկարաժամկետ եւ ամենակարևորը երաշխավորված մեխանիզմներով գետնի վրա։ Գրեք դուք ինչ եք կարծում, Ժորժ ջան։